Զանգերի ներքո հայրապետական թափորը շարժվում է դեպի մայր տաճար։ Կիրակնորյա պատարագը Մխիթար Աբեղա Եփրեմյանն է մատուցում։ Ով ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծը։ Հայր Մխիթարն իր քարոզը Ղուկասի ավետարանից այս մեջ բերումով սկսեց։ Սա աշակերտներին ուղղված Քրիստոսի պատգամն էր, որով կարևորում էր խոնարհությունն ու հեզությունը։ Երբ մարդ խոնարհվում է իրենից ավելի փոքրին, գտնում է իր ճշմարիտ մեծությունը։ Երբ լինելով փոքր ձգտում է մեծության, ողբերգականորեն ավելի ու ավելի է փոքրանում, ասաց Հայր Սուրբը, խոսելով ավետարանական այդ դրվագի մասին։ Քարոզի վերջում Հայր Սուրբն անդրադարձավ մեր եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու փորձություններին։ Այսօր փորձ է արվում վիճարկել հազարամյակների փորձություններով անցած եւ սրբագործված նվիրապետական կարգը, բայց Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի բավականաչափ փորձառություն եւ իմաստություն հաղթահարելու բոլոր փորձությունները, որոնք իրականում նոր չեն եկեղեցու կյանքում, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է ամրապնդեն մեր հավատքը եւ միաբանությունը մայր եկեղեցու շուրջ, ասաց Հայր Սուրբն իր քարոզն ամփոփելով մի վանականի խոսքերով. երբ զորագնդում կա ողջախոհություն, հնազանդություն, կարգ ու կանոն եւ զինվորական սխրագործության ոգի, այն ահազդու է դառնում հակառակորդի համար։ Կիրակնորյա պատարագի վերջում աղոթք հնչեց անազատության մեջ գտնվող Միքայել Բագրատ Մկրտիչ եպիսկոպոսների բարերար Սամվել Կարապետյանի հայրենիքի եւ եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի եւ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց ի հիշատակ լուսահոգի Սարգիս եւ Ամալիա Կարապետյանների։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ծնողները վաստակաշատ մանկավարժներ են եղել։ Իրենց ծննդավայրում Լոռիում մի քանի սերունդ են կրթել։ Հիշեցնենք, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին Հայ առաքելական եկեղեցուն հրապարակավ աջակցություն հայտնելուց հետո։ Բարերարի ջանքերով մի շարք եկեղեցիներ ու տաճարներ են կառուցվել ու վերակառուցվել Հայաստանում, Արցախում եւ Ռուսաստանում։ Կարապետյան ընտանիքի ջանքերով է հիմնանորոգվել Վեհարանի պատմական շենքը, կառուցվել հանդիսությունների սրահն ու հայրապետական մատուռը։ Արարողությունների ավարտին մայր տաճարում հնչեց հայրապետական մաղթերգը։ Մայր տաճարից ելնելիս նորին սրբության օրհնությանն արժանացան բազմաթիվ հավատացյալներ։ Մարդիկ ձգտում էին հպվել հայրապետի ձեռած խաչին օրհնություն ու զորություն ստանալու համար։ Անուշ Արաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։